Փոսերը փորված են, խողովակներն անցված, աշխատանքների հիմնական մասն ավարտված է, սակայն գյումրեցի շատ բնակիչների մինչև օրս չեն տեղեկացրել։ Իրենց պարտավորեցնելու են վճարել ջրագծերի հիմնական հատվածից մինչև իրենց բնակարանները ջրագծերի անցկացման ծախսերը, որը մոտ 15 մետրի դեպքում կկազմի շուրջ 40-ից 45 հազար դրամ։ Ջրագծերի անցկացման ու փոփոխման աշխատանքների անհարմարությունից նեղված քաղաքացիների համար անսպասելի էր լսել, որ իրենք դրա համար նաև վճարելու են։ Ես հեչ համաձայնի չեմ, որ սպես պիտի գումարներ ուզեն, թող հավաքեն առնեն էշտան, մեզ հեչ պետք չէ իրացնարած ջուրը։ Շատ քիչ ջուր խմող է մնացել, են էլ այդ ջուրը դուք փողով կվճարեք այդ երկրի քիչ մնացած մարդկանց վրա։ Հիշեցնենք KfW բանկի վարկային ծրագրով Հայաստանի 3 մարզերում, այդ թվում Շիրակում իրականացվում է ջրագծերի վերանորոգման ու փոխարինման աշխատանքներ։ Եթե նախորդ տարիներին ընկերությունը սեփական միջոցներով է հոգացել այդ ծախսերը, այժմ բնակիչներից է պահանջում կատարել վճարումներ։ Անապով գյումրեցիները զայրացած են ու զգուշացնում են, իրենք չեն կարող եւ չեն պատրաստվում այդ վճարումները կատարել։ Եթե ռոճիկ չունեմ այսօրվա դրությամբ, ես որտեղից բերեմ քաշեմ այդ ջուրը, մեզ պետք չի։ Իրանց տեսքից կերևոր շատ անվորակ, թունավոր, կանցերագեն խողովակներ են։ Եկուցե 20 օրես խողովակով խմողը ռակը կպնի։ Ինչ ընես, կնա փողով ջուր առ։ Կներվ դարձան ես փողով ջուր առնեմ։ Իդեպ կառավարության հետ հարց պատասխանի ժամանակ այս խնդիրն է բարձրացրել նաև ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանն, ինչին ի պատասխանել փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պարզաբանել էր։ Անցած տարիներին ոչ թե ծրագրերի, այլ շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերության միջոցներով է իրականացվել ծախսերը։ Հունվարի 1-ից կառավարող կոնսորցիումը փոխվել է, արդյունքում փոխվել է նաև կառավարիչը, որն էլ իր պայմաններն է թելադրում։ Նոր կառավարիչը շինարարներին խորհուրդ է եւ խնդրել է, որպեսզի իրենք իրականացնեն աշխատանքները այն ծավալով, որոնք նախատեսված են պայմանագրերով, որպեսզի խնդիրներ չառաջանան նմանատիպ ծառայությունների մատուցման նաև այլ համայնքներում։ Թե բաց թողում չէ այն, որ ծրագրով նախատեսված է վճարները պահանջել բնակչից, ոչ թե ընկերությունից անդրադարձ չի կատարվում։ Փոխարենը փոխվարչապետը հորդորում է գյումրեցիներին չանհանգստանալ։ Սոցիալապես անապով ընտանիքներին հատուկ մոտեցում է ցուցաբերվելու, իսկ այդ ընտանիքների ցանկը ներկայացնելու է քաղաքապետարանը։ Թիվը սակայն սահմանափակ է։ Այդ անապով ընտանիքները, ովքեր սոց ծառայություններում գրանցված են, դրանք բոլոր հարուստներն են գրանցված։ Հեչ արդյունավետ չէր։ Ժողովուրդին գցել են խոճապի մեջ։ Հանրապետության ամենաաղքատ մարզում այս վճարումների պահանջները նոր դժգոհությունների պատճառ կդառնա, համոզված են բնակիչները։ Իրանք արհեստական կերպով մարդկանց էմոցիաները բարձրացնում են, որպեսզի ժողովուրդը ավելի իրանց ընկճված գա։ Վերջիններս չեն ցանկանում վճարել նաև այն պատճառով, որ դժգոհ են մինչև այս պահ կատարված աշխատանքներից։ Նաիրա Նալբանդյան, Մարտուն Գրիգորյան, Gala News։